Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Ալիևը կոչ է արել ադրբեջանցիներին միշտ պատրաստ լինել պատերազմի։ Վերջին օրերին Ադրբեջանում ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում։ Բռնապետ Ալիևը սկսել է հասկանալ, որ ոչ մի բռնապետություն հավերժ չէ։ Ադրբեջանի նախագահի աշտակազմի 87-ամյա նախկին ղեկավարը Ռուսաստանի աջակցությամբ մշակել է հեղաշրջման ծրագիր եւ Կրեմլին առաջարկել է դրա իրականացման մեխանիզմը։ Միթե Պուտինը գահանկեց կանի Ալիևին, արդյոք սկսվել է Ադրբեջանի անկման գործընթացը։ Ինչ են վկայում Թուրքիայում տեղի ունեցող ահարկու երկրաշարժերը։ Այս եւ այլ ավելի կարևոր հարցերի շուրջ այսօր խոսելու եմ աստղաբան Գայանե Սարգսյանի հետ։ Մնացեք մեզ հետ, նա եկել է, որպեսզի բացի փակագծերը։ Քարտեզը բարդ իրադրություններ է վերցնում հունվարի 12-ի մոտակայքում։ Ալիևը սարսափած է իշխանությունը կորցնելու մտքից։ Հենց Ադրբեջանում 4 աստղաբան անձամբ աշխատում են Ալիևի նրա հետ համատեղ մեխանիզմ են մշակել Ալիևին գահանկեց անելու համար։ Դրանից է սարսափում Ալիևը։ Կարծում եմ այս դիրքավորումից Դա երբ տեղի կունենա, այս տարի թե 2026-ին։ 26-ի հունվարի մոտակայքում։ Ինչ վերահաս աղետի առջև է կանգնելու Թուրքիան։ Այդ զենքերը երկու պետություններ ունեն, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը ունեն այդ զենքերը։ Հայաստանը ինչպիսի վտանգավոր օրեր ունի մինչև տարեվերջ։ Հայաստանի հետ կապված այդ լարվածությունը հոգևոր եւ իշխանական այդ երկու Հիմա ինչ է դա նշանակում, կաթողիկոսը կմնա, թե ոչ։ Ես կասեմ, որ կաթողիկոսի քարտեզը լարված էր սեպտեմբերի 7-ից 21-ը, մյուս լարված այդ ժամկետը մարտի 3-ն է։ Այդ լարվածությունը ինչ է հանգեցնելու։ Եթե այդ ժամանակահատվածում նա դուրս չեկավ, հնարավոր է երկարաձգի։ Բարև ձեզ Գայանե։ Բարև ձեզ Արեգ, բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք եւ եկաք։ Դե պետք է պարտականություններ ունենք, չէ՞, հանրության ներազգի հանդեպ։ Անտարակույս։ Սիրելի Գայանե, խնդրում եմ ներկայացնել նախ շրջանը, ինչպիսի շրջանի մեջ ենք մենք ապրում, ինչպիսի աստղաբանական քարտեզ է, որից հետո արդեն տվյալ հարցերի շուրջ այլ ավելի հանգամանալից կխոսենք։ Հետաքրքիր հարցադրում արեցիք, հարգելի Արեգ, իրավան բարդ իրավիճակում է գտնվում Ադրբեջանի քարտեզը, բայց ես դիտարկելով Իլհամ Ալիևի ծննդյան տվյալները, որը նաև այդ ամենը իմ այս հեռախոսի մեջ է ընդգրկված, ինչ է կատարվում։ Ալիևի քարտեզը բարդ իրադրություններ է վերցնում հունվարի 12-ի մոտակայքում։ Մարս մոլորակի դիրքերով, երբ որ ես այստեղ դիտարկում եմ, ահա։ Այո, հունվարի 12-ի մոտակայքում Մարսը աղեղնավորի կենդանակերպում է նրա քարտեզում եւ հենց այդ ժամանակահատվածում 14-ի մոտակայքում Մարսը կանցնի արդեն այդ աղեղնավոր այդ ծղջուր այդ շեմը, այդ փոքր հատվածում լարված դիրքեր եմ տեսնում, դրանք կարող են լինել լարումները եւ պետականության հետ կապված եւ միջպետական հարաբերությունների, քանի որ աղեղնավորը միջպետականն է, Մարսը կոնֆլիկտներ եւ այդ իրավիճակի սրումներ, հա։ Իսկ Սատուրնը եւ Նեպտունը ձկների կենդանակերպում այդ ամենը կարող է լինել նավթի եւ այդ կապույտ վառելիքի պատճառով, քանի որ Նեպտունը ձկների կենդանակերպում հենց
բնորոշում է այդ իրավիճակը, բարդ մոլորակային դիրքեր է վերցնում նրա քարտեզը, գիտեք, նա միշտ պատրաստված է, ես միշտ նշում եմ, չէ, որ հենց Ադրբեջանում 4 աստղաբան անձամբ աշխատում են Ալիևի անձնական քարտեզի նրա անձնական կարիքները բարելավելու համար, հոգալու համար։ Իսկ ինչու է պայմանավորված, որ հենց հատկապես անգամ ադրբեջանական ընդդիմադիր մամուլը անդրադառնում է, որ Ալիևը սարսափած է իշխանությունը կորցնելու մտքից։ Ինչով է պայմանավորված, տեսեք, այստեղ երբ որ ես դիտարկում եմ, պայմանավորվածությունը ավելի շատ անորոշություն է, ձկները անորոշության կենդանակերպն է, խաբեությունների, Սատուրնը դրանք գետերություններն են, դրանք այն մարդիկ են ղեկավար կազմն է, հա, երկրագունդը ղեկավարող այդ մարդիկ են, անձիկ են։ Ինչևէ, յուրաքանչյուր անձ պետության թեկուզ ղեկավար իր արած յուրաքանչյուր քայլի համար ի վերջո առանձին, բոլորից առանձին կշռադատում է եւ ըստ երևույթին խղճի մի փոքր այդպիսի արկայծում կա։ Դա վախից է, վախն է նրա մոտ ծնել նման մտքեր, խղճահարություն, հա։ Յուրաքանչյուր բանական էակի մոտ դա նորմալ պաշտպանական մեխանիզմ է։ Բայց խոսքը ամեն դեպքում Իլհամ Ալիևի մասին է։ Ինչևէ, որտեվ հարվածի ես տեսնում եմ արտերկրից եւ կարող են նաեւ այնտեղ կարող է գազի արտահոսք լինել, պայթյուններ լինել, միջպետական ճանապարհների հետ է կապված այդ ամենը, այստեղ Սատուրն, Նեպտուն եւ Մարս այդ երեք մոլորակների անբարենպաստ կոմբինացիայի արդյունքում կարող են լինել։ Միջպետական սահմաններին սրում, հնարավոր է նրանց մեքենաները չթողեն անցնի, հնարավոր է պայթյուններ լինեն։ Ինչ է նշանակում դա, Ալիևը զգում է, որ իշխանությունը ոտքի տակ փուլ է գալիս։ Նա առանձնապես չի վախենում, բայց զգոնությունը կարևոր այդպիսի Միթե ցույց չի տալիս այդ վախերը։ Չէ, ցույց չի տալիս։ Բայց իրականում կան։ Բոլորի մոտ էլ այդ վախերը կան։ Յուրաքանչյուր անձի մոտ իր արարքների, բացասական արարքների համար դա նորմալ է, երբ որ մարդը անձը նստում, վերլուծում է իր քայլերը եւ համապատասխան քայլերից բխող համապատասխան իրադարձությունը եւ իրավիճակները չէ պետք է լինեն իր մոտ։ Խնդրում եմ նաև ներկայացնել Ռուսաստան-Ադրբեջան լարվածությունը։ Այդ հարաձգությունը փոխադարձ է եւ նույնիսկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը, նախկին ղեկավարը 87-ամյա մի, այսպես ասած, ծերունի ասում են, որ դիմել է Ռուսաստանին, Պուտինին եւ նրա հետ համատեղ մեխանիզմ են մշակել Ալիևին գահանքեց անելու համար։ Սա որքանով է իրականանալի եւ դա երբ տեղի կունենա, այս տարի թե 2026-ին։ 26-ի հունվարի մոտակայքում բարդ է քարտեզը Ալիևի։ Կարող է եւ գահանքեց անել։ Այդպիսի իրավիճակներ կան այո։ Գիտեք, նա 1 տարի չէ որ ղեկավարում է։ Ամեն ինչ էլ հնարավոր է լինի, բայց քանի որ գաղտնի ծառայությունները աշխատում են, հետախուզություն, հակահետախուզություն, այսպես աստղաբանները հաշվում են, բարդ մոլորակային դիրքերը ներկայացնում են, նաև այնտեղ էզոթերիկներն են աշխատում, էքստրասենսերներն են աշխատում, նրանք էլ իրենց գուշակություններն են կատարում, աստղաբանները կանխատեսումներ, նրանք էզոթերիկները, էքստրասենսերը, նրանք ավելի շատ գուշակում են, կանխագուշակումներ են կատարում։ Երբեք չի կարելի ասել երբեք, բայց նրա քարտեզը առավելապես բարդ իրավիճակ վերցնում է հունվարի 12-ի մոտակայքում, մոտավորապես 1 շաբաթ։ Ասում են նաև, որ Վլադիմիր Պուտինի համբերության բաժակը լցվել է եւ ամեն ձևով նա փորձելու է ինչ որ ամեն ձևով փորձելու է սանձել Ալիևի այդ նկարտումները։ Իրականում նրա հովանավորչական այդպես կուլիսներում Ալիևին հովանավորում է ԱՄՆ-ը։ Եվ հենց դա էր մատնանշում, որ Թրամփի հետ հանդիպումը Վաշինգտոնում Ալիևի լեզուն երկարացրեց եւ ինչ որ հարցերով նա փորձեց դեմ արտահայտվել Կրեմլին, ինչը Պուտինը չի ներելու Ալիևին։
տեսնենք ժամանակները կան կտեսնենք, ես տեսնում եմ լարված դիրքեր հենց այդ ժամանակահատվածում։ Այդ լարվածությունը ինչ աստիճանի է եւ ինչի է բերելու։ Տեսեք, մի քանի օր ինքը այդ 12-ի մոտակայքում ինքը մոտավորապես 1 շաբաթ 10 օր լարվածությունը գնում է։ Մարսը դա կոնֆլիկտներն է, կրակոցն է, դա հրդեհներն են, դա բարդ իրադրություն է, իսկ այդ Մարսը Արևի արեգակ է, արեգակը այստեղ է, Մարսը գալիս է այս մասով կանգնում է, իսկ երբ որ Մարս եւ Սատուրն, Նեպտուն, հա, 3 բարդ մոլորակն է, ասում կոմբինացիա քառակուսի դիրքավորում է, դա կարող է լինել, տեսեք, փորձ, դա օրինակ այնտեղ Ինչի փորձ։ Նրան վնասելու փորձ, բայց քանի որ Նեպտունն էլ է այստեղ ներառված, Նեպտունը դա կարող է, գիտեք, թունավորումներ, ալերգիկ պրոցեսներ, գազն է, նավթն է, հա, այդ բոլոր դաշտում ես ասացի, որ կոնֆլիկտներ հենց կարող են լինել դրանց պատճառով եւ նաեւ հնարավոր է, որ չնայած նա ունի համապատասխան մարդիկ իր աշխատակազմում եւ խոհանոցում, կարծում եմ, որ ամբողջ սննդակարգը մանրամասն ստուգվում, նոր տրամադրվում է նրան, բայց այդ բոլոր իրավիճակները, ինչ ես ներկայացրեցի, ակտուալ են սկսած սննդից մինչև թունավորում եւ մինչև գազի արտահոսք եւ իհարկե այնտեղ կարող է, տեսեք, վառելիքն է բենզաբակի հետ կապված, եթե ինքնաթիռով թռչի հնարավոր է այդտեղ ինչ որ հրդեհներ բռնկվեն։ Հիշում եք անցած տարի էր, չէ, երբ մենք ապրիլ ամսվա համար կանխատեսումները կատարեցինք, հենց չէ, հունվարին, երբ որ ինքնաթիռը նրա թռչում էր դեպի Ռուսաստան, ինքնաթիռը կարծես կորցրել էր, այդ ալեհավաքը կորցրել էր համապատասխան ալիքները եւ դա տեղի ունեցել ռուսական այդ համապատասխան մարմինների անմիջական ներգործությամբ։ Այս անգամ հնարավոր է, որ ավելի մեկ այլ միջոցներ, Նեպտունը դա նույնիսկ քնաբեր ինչ որ միջոցներ, այո, քնաբեր։ Ասում են նաև, որ Ալիևը սարսափած է Ադրբեջանում հեղաշրջման մտքից։ Հատուկ ծառայությունները նման քայլեր են փորձում իրականացնել Ադրբեջանում իշխանությունը վերադասավորելու եւ հեղաշրջման փորձ անելու։ Ինչ եք տեսնում, հեղաշրջում կստացվի Ադրբեջանում։ Ես այս ժամկետները, որոնք որ ես հաշվել եմ, հիմա ես կարծում եմ, որ արդեն նրա մասնագետները շատ վաղուց հաշվել եւ ներկայացրել են, ասեցին այսպես է։ Մասնագետները հաշվել եւ ներկայացրել են, բայց հնարավոր է նման քայլ արվի։ Հարգելի Արեգ, մեկ անգամ չէ, որ այստեղ եմ, այո, հնարավոր տարբերակներից մեկն է, բայց քանի որ արդեն իսկ այս տվյալները նրանց ձեռքերում են։ Ինչ անենք նրանց ձեռքերում են։ Միջոցներ են ձեռնարկվում, ուրեմն այսպես է տեղի ունենում, ասել են մասնագետները խոսում են։ Եվ ԱՄՆ-ում համապատասխան մարմինները, եւ Ադրբեջան, ինչու՞ չէ նաեւ Ուկրաինայում, նաեւ Մեծ Բրիտանիայում, հա։ Այնտեղ ասում է հավաքվում են համապատասխան մասնագետներ եւ աստղաբանները, որոնք տրամադրում են տվյալները եւ էքստրասենսերը, որոնք ուղղակի այդ նուրբ աշխարհների միջոցով նրանք կարողանում են հավանական սցենարներ տեսնել եւ գաղտնի ծառայություններ, հետախուզություն եւ հակահետախուզություն։ Այդ երեքի համախումբը արդեն իսկ մշակված տրվում է իրենց այդ մարմիններին, այդ հավանական սցենարներից մեկն է, բայց քանի որ նա ունի արդեն այդ սցենարի նախնական ուրվագիծը, դրանց կանխելը իր համար դժվար չէ։ Իրենց դեպքում, այլ գերտերությունների ղեկավարների դեպքում միայն բախտորոշիչ կարող են լինել կատակլիզմները, այն իրադարձությունները, որոնք կախված չեն մարդկային այդ գործոնից, դրանք վերին ուժերի հետ կապված բոլոր իրավիճակներ, դա կարող են լինել ցունամիներ, կարող են լինել երկրաշարժեր, բնության կողմից ստեղծված այդ աղետներից կարող է կախված լինել։ Մարդկային գործոնը այստեղ կարող ենք մենք բացառել ուղղակի։ Բնության աղետները անկանխատեսելի են, ինչը ցույց է տալիս, որ Թուրքիայում ինչ ավերածություններ է անում գրեթե վերջին 1 տարին, եւ օրերս էլ կրկին ընդամենը 1 օր, 2 օր առաջ կրկին երկրաշարժեր Թուրքիայում, կրկին ավերածություններ Թուրքիայում, 7 բալանոց երկրաշարժ։ Դրանք ինչով են պայմանավորված եւ Թուրքիան ինչպիսի աստղաբանական քարտեզի միջով է անցնում։ Տեսեք, Թուրքիայի նախորդ երկրաշարժը, որը տեղի ունեցավ 23 թվականին, դա տեխնացի
աղետեր, երկրաշարժեր, այնտեղ կիրառվել էին զենքեր, այդ զենքեր 24-ին էլ է եղել։ Այո, 24-ին ավելի մասշտաբային այնտեղ եւ փլուզումները եղան։ Թուրքիայի դեպքում իմ կասկածները, որ դրանք կրկին բնական աղետներ չեն, դրանք տեխնացին աղետներ են, որոնք Այսինքն մարդու կողմից են ստեղծվել։ այդ զենքերը երկու պետություններ ունեն, ԱՄՆ եւ Ռուսաստան ունեն այդ զենքերը։ Նրանցից այդ երկուսի դեպքում էլ հավանական է, որ կարող են կիրառել, որպեսզի ուղղակի սանձեն Թուրքիային։ Թուրքիայի պահվածքը Ամերիկայի Միացյալ Նահանգների դուրն է չի գալիս։ Վերջերս գիտեք ինչ եմ տեսել, պատահական այսպիսի մի բան, որ շատ մեծ այսպես խանդավառությամբ ԱՄՆ-ի նախագահը մոտեցավ Թուրքիայի նախագահին, բայց Էրդողանը բավականին անտրամադիր, տխուր այսպես ինչ որ խեղճացած վիճակում էր գտնվում, ինչ որ մի բան այնպես չէ։ Թուրքիայի եւ Ամերիկայի միջև Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը ուղղակի իշխող, գերիշխող դիրքերում է եւ Թուրքիան փորձում է այսպես մանևրել, փորձել ինչ որ բան այսպես կորզել ԱՄՆ-ից։ Ամերիկայից վերադառնալուց հետո էլ Ալիևի կյանքում բան չի փոխվել նրա բռնամթերքում այն հոխորտանքները Հայաստանի հասցեին հնչեցվող եւ հնչեցվելիք եւ օրերս էլ հավաքի ժամանակ Ալիևը կոչ է արել ադրբեջանցիներին միշտ պատրաստ լինել պատերազմի։ Սա ակնարկ է, թե պարզապես նախազգուշացում։ Ոչ ակնարկ, ոչ էլ նախազգուշացում, նա ուղղակի ցանկանում է, որ իր երկրում զինված ուժերը եւ այն մարմինները, որոնք զբաղվում են եւ պաշտպանական այդ հարցերով, ուղղակի միշտ լինեն ակտիվ եւ զգոն վիճակում։ Բայց պատերազմի հավանականություն շատ քիչ է, համարյա չկա։ Հավանականություն չկա այս տարի, թե Եկեք մինչև 26 թվականը խոսենք, բայց կարծում եմ, որ 26 թվականից հետո մինչև 26 թվականը պատերազմ չի լինելու։ Բարդ մոլորակային դիրքեր չկան։ Այն ինչ որ ես տեսել եմ 23 թվականի, 23 եւ 24 թվականի գարնաններ, այդ մոլորակային դիրքերը դեռևս բացակայում են։ Խոսենք նաև Հայաստանի մյուս հարևանի մասին, Իրան-Ադրբեջան եւ Իրան-Ամերիկա հարաբերություններից եկեք խոսենք, նրանց համար ինչպիսի դիրքավորումներ են եւ նրանց համար ինչպիսի վտանգավոր պայմաններ են ստեղծված, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ հենց կոնկրետ մեր հայրենիքի նկատմամբ։ Այստեղ գիտեք ինչ հետաքրքիր դիրքավորում եմ ես տեսնում Թուրքիայից հետո Իրանի քարտեզը այն մոլորակային դիրքեր է վերցնում մոտավորապես դեկտեմբերի 19-ի մոտակայքում բարդ մոլորակային դիրքեր կան նրանց քարտեզում։ Եթե ես այստեղ դիտարկեմ, հիմա ձեզ կասեմ։ Իսրայելի քարտեզն եմ իմիջիալոց նոյեմբերի մինչև 5-ը Իսրայելի քարտեզն է բարդ վիճակում գտնվում, ինչ որ պայթունավտանգ իրավիճակներ կարող են լինել, այդտեղ պետական մարմինների հետ կապված սուր կոնֆլիկտային իրավիճակներ, եկեք սկսենք Իսրայելից, քանի որ իմ ձեռքի տակ ես տեսնում եմ Իսրայելի քարտեզը, հենց այս մի քանի օրն է, մինչև ամսի 4-ը 5-ը։ Այստեղ Ես տեսնում եմ լարված դիրքեր, տեսեք այստեղ, քանի որ արև Մարս քառակուսի կա, ամենակիչը այստեղ ֆինանսների, ռեսուրսների հետ կապված հարց է, կոռուպցիոն սխեմաներ կարող են բացահայտվել, բայց քանի որ Մարսը առուծում դա ղեկավարն է, նրանց վարչապետին, երկրի ղեկավար, վարչապետ է այնտեղ Նաթանյահու։ Նրա կյանքին է վտանգ սպառնում այստեղ։ Կարիճը, ճգնաժամային իրավիճակներ, սև լուսին եւ ֆինանսներ եւ կյանքի մահվան հետ կապված հարցեր։ Մոտավորապես մինչեւ ամսի նոյեմբերի 4-ը 5-ը նրանց քարտեզը լարված է։ Ես 28-ի դրությամբ եմ նայում, բայց միևնույն է լուսինը այստեղ ինչու է մեզ այս դիրքերը դիտարկում, որովհետեւ լուսնի կարևոր դիրք է եւ դրանից այսուհետեւ աճում են այսա մինչեւ Մարսը ամսի նոյեմբերի 4-ի 5-ի մոտակայքում անցնելու է աղեղնավոր, իսկ այս ժամանակահատվածը բացառիկ անբարենպաստ է Իսրայելի համար։ Այո։ Իսրայելի համար հենց այդպես։
Այստեղ մենք հիշում ենք, որ Պլուտոնը ջերհոսի կենդանակերպում է, այո, եթե մենք դիրքերը նայում ենք 28 հոկտեմբերից անցնում ենք, Պլուտոնը այն մոտակա տարին է, մինչև 2043 թիվը Իսրայելի քարտեզը բարդ դիրքեր է ընդունում։ Պարբերաբար մենք այդ լարվածությունը կտեսնենք, ես անցած անգամ եմ ցույց տվել եւ դրա համար Պլուտոնի այս դիրքը։ Տեսնում եք, այս մոլորակային, այս կոչվում է ստելիում, Լուսինը, Պլուտոնը, Սատուրնը, Մարսը առուծում, սա առուծը էլիտար դա կենթանակերպ է, այսինքն նրանք հատուկ ընտրված ժողովուրդ են ըստ այդ քարտեզի Լուսինը ժողովուրդը ապրում է արքայաբայականքով, Պլուտոնը այստեղ խանդավառնում է, Մարսը դրական դիրքերում հատուկ ստեղծված քարտեզ է, դա գլոբալիստների կողմից ստեղծված քարտեզ է։ Իսկ արևը ցուլը դա ռեսուրսներն են, ֆինանսներն են, այսինքն այս երկիրը պետք է պայքարի իր ռեսուրսների հողի համար, բայց միևնույն է, այս մոլորակների այստեղ այս հավաքված իրավիճակը, այդ համախումբը ցույց է տալիս, որ երկիրը ընտրյալ երկիր է ըստ իրենց, հա։ Բայց դա կեղծ է, թե իրականության համապատասխան է։ Իրենք այնպես են արել, որ այդ իմիտացիան լինի եւ այդ ամենը ամրագրել են դրանով, իրենք ուղղակի ուզել են, որ այդպես լինի։ Այդպիսի հենց բնորոշում էլ տրվում է, քանի որ մոլորակները այստեղ են, նրանք իրենց էներգիաներով պարբերաբար ազդում են, առուծը դա ոսկու նշանն է, ոսկեզոծ փայլփլում, պսպղուն, իրենք իրենց երկիրը այդպես են պատկերացնում։ Եվ հենց այդ անապատում էլ այդ երկիրը փայլում է։ Ես ոչ թե գովաբանում եմ, ուղղակի ներկայացնում եմ նրանց կողմից հատուկ մասնագետների կողմից ներկայացված այդ քարտեզը, որի սա իրենց երկնային անձնագիրն է, որի միջոցով նրանք հանդես են գալիս տարբեր ասպարեզներում։ Այստեղ ներկայացված է Ադրբեջանի ղեկավարի քարտեզը, այն ինչ որ ես ձեզ ներկայացնում էի, դա հունվարի 12-ի մոտակայքում է, տեսնում եք նրա մոտ դա էլ նկարագրում է, որ նա այծեղջյուրի կենդանակերպի ազդեցության տակ է ծնված, արևը Մերկուրին այծեղջյուրում է, բայց Մարսը գտնվում է աղեղնավորում։ Դա հենց այն իրավիճակն է, հարգելի արեք, ես սիրելի հետևորդներ, որը ես ներկայացնում էի, դա հունվարի 12-ի մոտակայքում է եւ դրանից է սարսափում Ալիևը։ Կարծում եմ այս դիրքավորումից նա ոչ թե սարսափում է, ինձ թվում է հենց նա ուղղակի զգուշանում է։ Երբ որ ինչ որ մի բանից դու զգուշացված ես, հա, նշանակում է պաշտպանված ես։ Այո։ Ներկայացրեցինք Ադրբեջանը, ներկայացրեցինք Իսրայելը, ներկայացրեցինք նաև նրանց վտանգավոր ծրագրերը եւ ներկայացրեցինք նրանց աստղային քարտեզում նրանց վտանգավոր դիրքավորումները։ Խոսենք այդ երկրաշարժերի մասին, վերստին եւ հասկանանք ինչ վերահաս աղետի առջեւ է կանգնելու Թուրքիան։ Այ հիմա եթե ես դիտարկում եմ Թուրքիայի քարտեզը, այդ Թուրքիայի համար շատ կարևոր այսպիսի մոլորակային դիրքեր եմ տեսնում, հանգույցների հետ է կապված։ Դա հանգույցները դրանք ասել եմ արևի եւ լուսնի ուղեծրերի հատման կետերն է եւ Թուրքիայի բարձրացող հանգույցը կույսում է իջնող հանգույցը ձկներում դուք գիտեք որ Թուրքիան առանձնապես այդպես սեր չի տածում քրիստոնեական այդ բոլոր այդ բարի կրոնների հանդեպ եւ այսպիսի մի բան որ այս 2026 թվականի մարտի մոտակայքում այնտեղ ինչ որ կրոնի հետ կապված այդ կրոնափիլիսոփայական գաղափարախոսության հետ կապված ինչ որ կարևոր իրադարձություններ է լինելու նմանատիպ ինչ որ բան տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ից 21-ը դա կարող է լինել նաև նրանց ներքին հոգևոր այդ մարմինների այդ ներսում կարող է լինել մենք հնարավոր է նույնիսկ չիմանանք էլ բայց կարևոր փոփոխություններ են լինելու եւ այնտեղ եւ աշխատակազմում եւ հոգևոր այդ հիերարխիկ այդ դաշտում
այդպիսի կարևոր իրավիճակ եւ նաեւ դեկտեմբերի 17-ի մոտակայքում եմ տեսնում լարված դիրքեր, այս անգամ հենց Մարսի դիրքերով եմ ես որոշել, որ պետք է դիտարկեի, ահա Մարսը այդտեղ ջուրի կենթանակերպում եւ Մարսը կշերքի կենթանակերպում, այստեղ լարումներ եմ տեսնում գործընկերների հետ Թուրքիայի հա եւ քանի որ ԱՄՆ-ի ղեկավարի քարտեզում կշերքի կենթանակերպը առանձնապես այդպես կարևոր դիրքերում է, կարող է խնդիրներ լինել ԱՄՆ եւ Թուրքիա այդ գործընկերային միջազգային այդ հարաբերություններում, այդպիսի լարումներ կարող են լինել։ Իսկ աղետները երկրաշարժերը Թուրքիայում Երկրաշարժի հետ կապված ես միշտ ասում եմ, որ երկրաշարժերը տեխնացին է եւ այն ժամկետը, որ ես նշում եմ, դեկտեմբերի 17-ի մոտակայքում է, բավականին բարդ է Թուրքիայի քարտեզը այդ ժամանակահատվածում 16-17 աղետների առումով։ Հայաստանը ինչպիսի վտանգավոր օրեր ունի մինչև տարեվերջ։ Հայաստանի հետ կապված այդ լարվածությունը հոգևոր եւ իշխանական այդ երկու դրանք ղեկավար մարմիններ են, մեկը ղեկավարում է երկիրը որպես պետություն, շնչող օղակ, իսկ մյուսը ղեկավարում է հոգևոր դաշտը։ Այդ բախումները պատահական չեն, ես լարվածություն եմ տեսնում գործող վարչապետի եւ Ամենայն հայոց կաթողիկոս։ Այո, ամենայն հայոց կաթողիկոսի քարտեզներում որոշակի զգուշավորություն, որոշակի վախեր եւ որոշակի այդ գիտեք այստեղ էլ կրկին կրոնի գաղափարախոսության դա ներքին վախեր է, դա ներքին չեմ կարող մարդկային լեզվով բացատրել, բայց այն ինչ տեղի է ունենում այդ երկու ղեկավարների միջև, դա ավելի շատ ներհոգեկան խնդիրներ են։ Հոգեպես ապահով լինելու, ես կարծում եմ, որ վարչապետի մոտ ուղղակի նա հոգեպես ապահովագրում է իրեն։ Այդպիսի, որովհետև լուսինը եւ սև լուսինը ձկներում են նրա քարտեզում, իսկ մեր ամենայն հայոց այդ կաթողիկոսի քարտեզում բարձրացող հանգույցն է ձկներում։ Ավելի շատ դա իր ներքին վախերի արտացոլումն է։ Վարչապետի։ Այո, անապահովության զգացումը եւ նաեւ վիրավորվածությունը դա ձկների կենթանակերպին բնորոշ երևույթներ են, որը արտահայտվում է։ Ըստ ձեզ որպես աստղաբան շատ է բարձրաձայնվում, որ վեհափառին վեհարանից դուրս են հանելու եւ զրկելու են կաթողիկոսի աստիճանից։ Այդպես է։ Ես ասեմ, մենք խոսել ենք դրա մասին, կարծեմ թրուցիկ ենք խոսել։ Նրա քարտեզում բարձրացող հանգույցը ձկներում է։ Կաթողիկոսի։ Այո։ Նա պատահական չէ այդտեղ հայտնվել։ Իծնեն նրան տրված է եղել կաթողիկոս լինելու այդ կարևոր դերակատարում ստանձնելու բարձրացող հանգույցը ձկներում է։ Իսկ իջնող հանգույցը կույսում նա ուղղակի չպետք է զբաղվեր կամ եթե զբաղվել էր, հա, եթե բիզնեսներ ուներ, որոշակի գործեր կար, կույսը աշխատող նշան է, պետք է հիմքը լիներ նա ու հասներ հոգևոր զարգացման։ Նրա քարտեզում այդ ամենը կանխորոշված էր, կամ լինելու էր 37-38 տարեկանում, կամ 56-57 տարեկանում։ Այստեղ երկուսն են, այո, կամ 74-75, յուրաքանչյուր 18 տարի մեկ։ Ես չգիտեմ, հիմա հենց այդ տարիքում են ագտնվում։ Հիմա ինչ է դա նշանակում, կաթողիկոսը կմնա, թե ոչ։ Ես կասեմ, որ կաթողիկոսի քարտեզը լարված էր սեպտեմբերի 7-ից 21-ը, մյուս լարված այդ ժամկետը մարտի 3-ն է։ Այդ լարվածությունը ինչ է հանգեցնելու։ Եթե այդ ժամանակահատվածում նա դուրս չեկավ, հնարավոր է երկարաձգի։ Շնորհակալ եմ, որ եկաք ներկայացրեցիք աստղաբանական քարտեզները, եւ հիմա արդեն ժամանակն է մեր հերոստատիտողները անհամբեր սպասում են կենթանակերպի նշաններին, որպեսզի իմանան ում ինչ է սպասվում, ինչ անեն, ինչից զգուշանալ եւ վտանգավոր օրերը եւ քայլերը, որոնք են լինելու, որպեսզի զերծ մնան։
Համեցեք։ Սիրելի հետևորդներ, շատ կարևոր իրադարձության եմ անդրադառնալու Մերկուրին կապի շփման կոմերցիայի մոլորակը նոյեմբերի 9-ից 29-ը կանգ է առնելու, իսկ եթե Մերկուրին կանգ է առնում, կանգ են առնում բոլոր կարևոր գործերը, պայմանավորվածությունները չեղարկվում են, ուշադիր եղեք այն կանգ է առնելու աղեղնավորի կենդանակերպում։ Նրանք, ովքեր ծնվել են աղեղնավոր, երկորյակ, կույս եւ նաև ձկներ կենդանակերպի ազդեցության տակ եւ նամանավանդ նրանք, ովքեր ճանապարհորդելու են այդ ժամանակահատվածում, քանի որ աղեղնավորը դա ճանապարհորդության օտար երկրների, օտար լեզուների, արտերկրի հետ միջազգային կապերի կենդանակերպն է։ Սիրելի հետևորդներ, զույգերով ներկայացնեմ, փաստորեն նոյեմբերի 9-ից մինչ նոյեմբերի 29-ը Մերկուրին կանգնելու է աղեղնավորների առաջին տանը, երկորյակների 7-րդ տանը, սիմվոլիկ, հա։ Աղեղնավորները թող ուշադիր լինեն իրենց իսկ կազմակերպած գործերը եթե սկսում են մանրամասն թող այդ ամենը քննարկեն, խորհուրդ եմ տալիս այդ ամենը կատարել մինչև նոյեմբերի 9-ը եւ նոյեմբերի հենց 1-ը, 2-ը եւ ամսի 6-ը բացառիկ բարենպաստ օրեր են։ Այդ ժամանակահատվածից հետո սիրելի հետևորդներ, բոլորը ցանկալի է, որ բոլոր կարևոր գործերը մինչ այդ կատարեք կամ թողնեք նոյեմբերի 29-ից հետո, որովհետև այնինչ սկսեք հենց այդ ժամանակահատվածում եւ մանավանդ դուք սիրելի աղեղնավորներ, ուղղակի կարող են թերի մնալ, բավականին աշխատանք պետք է տանեք, հետո այդ բոլոր թերությունները շտկեք։ Սիրելի երկորյակներ, ձեր միջանձնային հարաբերությունների դաշտում է, գործընկերային հարաբերություններ, զուգընկերային հարաբերություններ, կնոջ, ամուսնու հետ, ձեր սիրելիի հետ այդ բոլոր պայմանավորվածությունները, որոնք կախված են արտերկրի հետ, հնարավոր են այդ ամենը կամ ուշանան, կամ չեղարկվեն։ Եթե մեկնելու եք արտերկիր, բոլորն էլ մեկնելու են եւ հիմա կարող է խոճապ սկսել, սիրելի հետևորդներ, արդեն իսկ եթե գնել եք ավիատոմսեր, ուղղակի ուշադիր եղեք ձեր փաստաթղթերի հետ, ձեր պայուսակների հետ, չմոռանաք հեռախոսները, համակարգիչները, սիրելի երկորյակներ, ձեր դեպքում այդ պայմանավորվածությունները ձեր շրջապատի հետ կարող են կամ չեղարկվել կամ ուղղակի այդ բարենպաստ ընթացքով չընթանալ։ Ուստի բոլորս, ովքեր կարևոր գործեր ունենք, այդ կարևոր նամակագրությունը ուղարկում ենք էլեկտրոնային փոստերի միջոցով։ Բանավոր պայմանավորվածություններ հնարավոր է նրանք ուղղակի արդյունավետ չլինեն, կամ չեղարկեն, կամ ուղղակի թերի այդպիսի թերի ընթացք ունենան։ Անցնենք առաջ, սիրելի կարիճներ եւ ցուլեր։ Կարիճների երկրորդ տանն է, ցուլերի 8-րդ տանն է, այն կարիճները, որոնք արտասահմանից գումարներ են սպասում, աշխատավարձ պետք է ստանան, տրանսֆերտներ կարող են լինել, նրանց մոտ հնարավոր է ուշացումով լինեն։ Կարելի է այդ ամենը, եթե գնումներ եք կատարում, մինչև այդ ժամանակահատվածը անեք։ Իսկ եթե չէ, ուղղակի ամեն ինչը մանրամասն ուսումնասիրեք, մանրամասն այսպես փաստերով տեղը տեղին այդպես մանրամասն հատիկ դրեք ամեն ինչ իր այդ հատվածում, որպեսզի հետո կարողանաք փաստերի հետևից գնալ, որպեսզի ձեզ չխաբեն։ Այս սիրելի կարիճներ ուշադիր եղեք, որ այդ միջազգային գնումների ժամանակ, երբ որ դուք գնումներ եք կատարում այդ ձեր քարտերի միջոցով, այնտեղ տեղի չունենան խաբություններ, ձեր գումարները ուղղակի չտանեն։ Ցուլերի դեպքում 8-րդն է, ցուլերը առավելապես պետք է ուշադիր լինեն, նրանց արտերկրի հետ կապված հարցերը կարող են կարևորվել, ներդրումներ կարող են անել ձեր զուգընկեր, գործընկեր, այն անձինք, որոնք ուղղակի գումարներ պետք է տան, ձեզ հնարավոր է այդ գումարները հետաձգվեն, իսկ այն գումարները, որոնք վաղուց չեք ստացել պարտքեր, մեկ է կտեսնեք, որ արտերկրից հենց այդ գումարներ, այդ պարտքերը հետ կգան ձեզ։ Ամենայն դեպս բոլոր կարևոր գնումները, սիրելի կարիճներ եւ ցուլեր կարող եք թողնել ամսի 29-ից հետո։ Իսկ եթե արտերկրի հետ կապված, բարձրագույն կրթության հետ կապված կարևոր գործեր ունեք, հնարավոր է հենց այդ ժամանակահատվածում էլ ստացվեն այդ գործերը։ Անցնենք կշերք եւ խորք, կշերքների 3-րդ տանը, խոյերի 9-րդ տունը։ Դա ճանապարհորդությունների տունն է, սիրելի կշերքներ, մոտիկ ճանապարհորդություններ, հա, մոտակա հայրենիքի ներսում, քաղաքի ներսում, եթե ցանկանում եք փոխադրամիջոց մեքենա
գնել, որը հնարավոր է պատվիրեք արտերկրից, ցանկալի է, որ այդ ամենը կատարեք մինչև ամսի 9-ը կամ նոյեմբերի 29-ից հետո։ Իսկ եթե ուղղակի այդ ժամանակահատվածում պետք է կատարեք գնումներ, ուշադիր եղեք, փաստաթղթերի հետևից գնացեք, մանրամասն ձեր անուն, ազգանուն, նաև աղեղնավորներին էլ է դա վերաբերում։ Ձեր անուն, ազգանվանը ուշադիր եղեք տառասխալներից, ուշադիր եղեք բանալիները չմոռանաք, մեքենայի կարևոր փաստաթղթերը չկորցնեք։ Իսկ խոյերի դեպքում, խոյերի 9-րդ տունը, սիրելի խոյեր, հանկարծակի հնարավորություն կստանա գնաք արտերկիր, այնտեղ ճանապարհորդելու, բայց էլի ուշադիր եղեք ձեր փաստաթղթերից, կամ օտարերկրյա ճանապարհորդությունը ուղղակի կարող է որոշ չափով հետաձգվել մի քանի օրով եւ կախված արդեն իրավիճակներից, արտերկրի հետ կապված իրավիճակներից, բայց եթե բարձրագույն կրթության այդ հարցերը պետք է լուծեք, հնարավոր է այդ ամենը դրական այդպես ֆոնով ընթանա։ Սիրելի կույս եւ ձկներ, կույսերի 4-րդ տուն, ձկների 10-րդ տուն, ձեր ծնողական առանցքներ, 4-րդ տունը տուն, հայրենիք, օջախ, մայրիկի հետ կապված իրավիճակներ, սիրելի ձկներ, ձեր մայրիկը կարող է վերադառնալ արտերկրից ձեր տուն, կամ ձեր մայրը, որը գտնվում է արտերկրում, եթե մենք այստեղ կույսերի մայրիկը, իսկ այստեղ մենք ձկների հայրը, հոր հետ կապված, համենայն դեպս ծնողներն են, նրանց հետ կապված այդ արտերկրի հետ կապված բոլոր իրավիճակները ձեր ուշադրության կենտրոնում կլինեն։ Ձեր սիրելի կույսեր, ձեր մայրը կարող է վերադառնալ արտերկրից կամ արտերկրում հնարավոր է նրա թղթերի հետ կապված որոշակի փոփոխություններ լինեն, ուշացումներ լինեն, ուշադիր եղեք, որպեսզի չկորցնեք ձեր փաստաթղթերը, տան առքուվաճառքի հետ կապված կարևոր այդ իրադարձությունները, իրավիճակները կարող են ժամանակավորապես հետաձգվել։ Ձկների 10-րդ տունն է, դա 10-րդ տունը դա հայրն է, դա բարձր մասնագիտական մեր աշխատանքն է, այն աշխատանքը վարկանիշն է։ Սիրելի ձկներ, ժամանակավորապես կարող է արտերկրի հետ կապված ձեր գործերը հետաձգնել, եւ ուսուցման process-ի հետ կապված, եւ աշխատանքի հետ կապված, եւ նաեւ կարող է ձեր ղեկավարը ուղղակի ժամանակավորապես բացակայի, եւ կարող է ձեզ հրաման տալ, որ ժամանակավորապես թողնեք աշխատանքը, ուստի ուշադիր եղեք, սիրելի կույսեր եւ ձկներ, որպեսզի ձեր աշխատանքի եւ ձեր տան հետ կապված գործերը նորմալ ընթացքով ընթանան։ Սիրելի առյուծներ եւ ջրհոսներ, առյուծների 5-րդ տուն, ջրհոսների 11-րդ տուն, 5-րդ տունը դա երեխաներն են, 11-րդ տունը կրկին երեխաներ են, ձեզ երեխաներ են սպասում, սիրելի առյուծներ, դուք անսպասելի կարող է այսպես անսպասելի ուղղակի նկատեք, որ բալիկի եք սպասում ձեր արտասահմանյան ճանապարհորդությունից հետո, եւ դա կարող է լինել նոյեմբերի 9-ից 29-ը, նույնը նաեւ ջրհոսներին, սիրելի ջրհոսներ, ձեր արտերկրի հետ կապված այդ բոլոր կարևոր նախաձեռնությունները, ծրագրերը մի հանրայնացնեք մինչև նոյեմբերի 29-ը, թող այդ ամենը տեղի ունենա, հետո կհանրայնացնեք։ Ձեր ծրագրերը ժամանակավորապես կարող են կանգ առնել, իսկ սիրելի առյուծներ, ձեր դեպքում ձեր երեխաների կրթության հետ կապված հարցերը հնարավոր է, որ ձեզ այսպես մի քիչ թափ տան, բառացիորեն ասեմ, պետք է ուշադիր լինեք, որպեսզի ձեր երեխաները այդպես ըստ կանոնակարգի հաճախեն դասերի, չթողնեն, նաև 5-րդ տունը դա սպորտն է, որպեսզի նրանք չթուլանան եւ կրթության հարցում, եւ սպորտի հետ կապված հարցում, եւ ընդհանրապես կյանքում այդ իրենց առաջընթացը ապահովելու բոլոր այդ մանր գործերում։ Սիրելի խեցգետիններ եւ այծեղջուներ, խեցգետինների 6-րդ տուն, այծեղջուների 12-րդ տուն, դա առողջության առանցքն է, 6-րդ տունը դա այն վայրն է, եթե անձը հիվանդ է, նա կարող է ընտրել հիվանդանոցը, բուժման վայրը, բայց 12-րդ տունը դա ընտրովի չի, դա հարկադիր մեկուսացումն է։ Սիրելի այծեղջուներ, ուշադիր եղեք, կարգազանց մի եղեք, մանավանդ նրանք, ովքեր արտերկրում են, որպեսզի դուք հարկադիր մեկուսացման ուղղակի
այդ վայրերում չհայտնվեք, մոտակա այդ 21 օրը ձեզ համար կարևոր կլինի, որովհետև արտերկրի հետ կապված բոլոր կարևոր գործերը կշոշափեն, գաղտնիքներ հնարավոր է բացահայտվեն եւ ասում եմ ուշադիր եղեք չհայտնվեք մեկուսացման վայրերում։ Իսկ այստեղ մենք դիտարկում ենք խեցգետների 6-րդ տունը, հնարավոր է բուժման նպատակով մեկնեք արտերկիր կամ ձեր այդ արտերկիր մեկնելու այդ ժամանակահատվածը ժամանակավորապես հետաձգվի, այն խեցգետիները, որոնք պետք է նաև աշխատանքում որոշակի փոփոխություններ կատարեին, ուսուցման հետ կապված, այդպես գործուղման հետ կապված, գործուղումը տեղի կունենար այդ միջպետական այդ հարցերի շուրջ, հնարավոր է մեկնեիք հենց երկրից դուրս համապատասխան գիտելիքները եւ փորձը ստանալու, այն կարող է ժամանակավորապես ուղղակի հետաձգվել եւ նաեւ այն հյուրերը, որոնց դուք սպասում եք արտերկրից եւ այն դասընթացները, որոնք պետք է ուղղակի դուք անցնեիք, կամ ուշացումով տեղի կունենա, կամ ուղղակի ժամանակավորապես հնարավոր է հետաձգվի, բայց սիրելիներս, ամսի 29-ից հետո այդ բոլոր իրավիճակները կկարգավորվեն եւ մենք բնականon հունով կգնանք առաջ։ Շնորհակալություն Գայանե, որ եկաք եւ ձեր կանխատեսումները ներկայացրեցիք։ Մեր հանդիպումները շարունակական են եւ հետաքրքիր թեմաներով եւ կանխատեսումներով համոզված եմ, որ կհանդիպենք։ Փորձեցի հապճել, բայց այսպես կոմպակտ ներկայացնել կանխատեսումները, որպեսզի մեր հանրությունը տեղյակ լինի եւ օգտվեն այդ դիրքավորումներից կազմակերպելու իրենց կյանքը համընթաց տիեզերքի։ Շնորհակալ եմ եք անգամ եւս ձեզ ամենայն բարիք։ Ես էլ եմ շնորհակալ, ցտեսություն։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, զրուցում էի աստղաբան Գայանե Սարգսյանի հետ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։